Քրիստինե Հարգելի Վարդանյան, գործընկերներ, ես ուզում եմ հասկանալ, երբ հարցում եք այս փաստաթուղթը ինչ է կարել, այս առաջարկը ինչ է կարել, ինչ է ակնկալում։ Նիկոլ Փաշինյան 2019 թվականի առաջարկը ինչ չի ներկայացվել, ՀՀ նախագահներին է ներկայացվել։ Սա ԱԺ-ում մեր հարցին պատասխանելից է ասել։ Պարոն Միրզոյան, դուք բանակցել եք ձեզ գժիտեղ դնելով։ Դա է ձեր բանակցությունների Տիկին Վարդանյան, եթե մի անգամ է վիրավորեք, Ես Փաշինյանի ասածը կրկնել ինձ եմ։ հետարքի չով ինչ ասել, ստեղ չենք վիրավորում։ Նիկոլ Փաշինյանի Պարզա, ինձ հետարքի չասեմ ով ինչ ասել։ Նիկոլ Փաշինյանին դա կասես։ Ստեղ ես ձեզ եմ ասում, այդ չվիրավորեք վերջի անգամ Ես ասում։ առաջարկում եմ գալ կարևորագույն հարցի։ Աշխարհում որտեղ եք տեսել խաղաղություն գերիներով, օկուպացված տարածքներով ու պահանջեն քո սահմանադրությունը փոխել։ Ինչ է եղել 17-ին, 18-ին, դա անցյալ է։ Աշխարհում որտեղ էսպիսի խաղաղություն կա։ Հասկանալի։ Հերթագծել էինք, չէ՞։ Պարոն Նախ ուզում եմ ասել, քանի որ 300,000 ադրբեջանցիները էլի թեման բանով սենց համառորեն բերվում, նետվում այստեղ, մի անգամ էլ եմ ասում, մեզ քաղաքացիներին նայում, դուք էլ գործընկերներ, եթե առիթ չեք ունեցել իմ ասածները եւ վարչապետի եւ մեր մյուս թիմակիցների ասածները լսելու, 300,000 ադրբեջանցիների թեզը անհեթեթություն է, ստոր հերյուրանք եւ դա հերքումից հետո շարունակաբար կրկնելը այլ բառով քան սրիկայություն անվանել չեմ կարողանում։ Հիմա շատ հետաքրքիր հարց բարձրացվեց, ասեց բան, հարցադրում արվեց, պետք է հասկանանք որն էր սխալը։ Իմ կարծիքով, եթե շատ արագ այսպես բոլոր նրբությունները, նրբերանգները մի կողմ դնենք, եղել է մեկ հիմնական սխալ։ Հարցին լուծում չի տրվել մեկ Եվ երկրորդ, իմանալով բոլոր նախկին իշխանությունների օրոք հակամարտության բուն թեմային Ղարաբաղյան հարցին լուծում չի տրվել եւ իմանալով, որ չի լինելու այն լուծումը, որը այդպես փափագվում էր, որի մասին երազվում էր, շարունակաբար Հայաստանի Հանրապետության ժողովրդին խაფել են գիտակցված, քարտեզներ են գծել, չգիտեմ, ծովից ծով Հայաստանների իմանալով, որ այս պատմությունը այսպես է։ Բոլորին դեմ եմ